Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապես դա այդպես է»։ Եվ նա ասաց. «Եղբայրներ եւ հայրեր, լսեցեք ինձ. Փառքի Աստվածը երևաց մեր հորը Աբրահամին, մինչ նա դեռ միջակետքում էր, եւ նրան Խարանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. դուրս ել քո երկրից եւ քո տոհմից եւ արի այն երկիրը, որ քեզ ցույց կտամ։ Այն ժամանակ Աբրահամը ելնելով Քաղդիացիների երկրից բնակվեց Խարանում։ Եվ նրա հոր մահից հետո այնտեղից Աստված փոխադրեց, պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակվում եք։ Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգություն չտվեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացավ նրան այս տեղը տալ բնակության համար եւ իրենից հետո նրա սերնդին, երբ դեռ նա որդի չուներ։ Աստված այսպես խոսեց. նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառա պիտի դարձնեն ու 400 տարի պիտի չարչարեն, եւ այն ազգին, որին նրանք ծառա պիտի դառնան, ես պիտի դատեմ, ասում է Աստված, եւ սրանից հետո պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում։ Եվ նրան թլպատության ուխտ տվեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլպատեց նրան 8-րդ օրը, եւ Իսահակը Հակոբին, Հակոբն էլ 12 նահապետներին։ Եվ նահապետները Հովսեփին նախանձելով նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարվի։ Բայց Աստված նրա հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից, եւ նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոն թագավորի առաջ։ Եվ նրան իշխան կարգեց եգիպտացիներին եւ նրա ամբողջ տան վրա, եւ սով եղավ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում, եւ մեծ նեղություն կար, եւ մեր հայրերը ուտելիք չէին գտնում։ Եվ Հակոբը լսելով, թե Եգիպտոսում ուտելիք կա, նախ ուղարկեց մեր հայրերին, իսկ երկրորդ անգամ Հովսեփը իր եղբայրներին ծանոթություն տվեց իր մասին, եւ փարավոնին հայտնի եղավ նրա ազգատոհմը։ Հովսեփը մարդ ուղարկեց եւ բերել տվեց Հակոբին իր հորը եւ ամբողջ ազգատոհմին 75 հոգի։ Եվ Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ եւ վախճանվեցին ինքը եւ մեր հայրերը։